Խմբակցությունը մերժեց Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու, ով, ինչպես գիտենք, անվայրուչ խոսքեր էր վերագրող Քրիստինեին, սա ըստ էության անպատժելիությունից չի խոսում, որ պատգամավորները կարող են իրենց թույլ տան վարքագծի կանոնի խախտում լրագրողների նկատմամբ եւ մնալ անպատիժ։ Մենք այլ կարծիք ունենք դրա հետ կապված, մենք կարծում ենք, որ նախ եւ առաջ այդ միջադեպին անդրադառնալով պետք է ասեմ, որ այդ միջադեպի այն ամենասկզբն աղբյուրն է, որ այն անձնավորությունը կանադայի քաղաքացին, որը որ փողոցում էր, վիրավորում էր, վիրավորանք էր ցույցը ձևով։ Եվ լսեք, այդ ամեն ինչը վիրավորական չէր եւ մենք դրան չենք անդրադառնում, բայց սրան անդրադառնում ենք։ Հիմա որոշումը հետեւյալն է, որոշումը հետեւյալն է, որը տեսեք, դա իր խնդիրն է, չի օգնելու իրան Աստվածաշունչը, Աստված իրան ու իր ղեկավարներին շատ վատ պատժել է, դա ինքնին Քոչարյանի նկատի ունեի ճիշտ ասած։ Չէ, իրան դժվար օգնի, սատանաներին եւ Աստծուն ուրացողներին չի օգնում։ Եվ ձեզ ասեմ, որոշում է կայացվել, որ ստեղծվելու է, արդեն այդ որոշումը կա, որ ստեղծվել է մշտական էթիկայի հանձնաժողով, որը որ նման հարցերի քննմամբ կզբաղվի ազգային ժողովում այսուհետ լինելու է նման հանձնաժողով։ Ժամկետ կա, ինչ ժամկետում դա կստեղծվի։ Տեսեք, խնդիրը կանում է նրանում, որ մենք էլ ենք հիմա այս պահին համարում, որ ժամկետը վաղուց բաց թողնված է, եւ մենք դա խնդիր ենք համարում եւ առավելագույն ամենաարագ ժամկետներում այդ հանձնաժողովը ստեղծվել է։ Մշտական հանձնաժողովը ստեղծվելու շատ լավ առիթ է, իմիջիալոց դրա ստեղծման համար մեզ պետք է նաեւ ընդդիմության համաձայնությունը։ Հիմա եթե ընդդիմության համաձայնությունը կա, ես ենթադրում եմ, որ այնուամենայնիվ այդ համաձայնությունը կլինի, մշտական էթիկայի հանձնաժողով կստեղծվի, որտեղ կքննվեն բոլոր նման հարցեր։ Բայց մեկը մյուսի հետ ինչ կապ ունի։ Հիմիկվա գործողությունը։ Տիկին Ջեբեջան, տեսեք, ավարտեմ ստեղծվում է ըստ միջադեպի, չէ՞, միջադեպի առիթով։ Հիմա միջադեպի։ Ես ձեր հետ համաձայն եմ։ Ես ձեզ հայտնում եմ այն, ինչ որ որոշվել է խմբակցության նիստի ժամանակ։ Ես չեմ ասում սա ճիշտ է, սա սենց պետք է։ Ասում եմ, հետեւյալ որոշումն է կայացել, որ հաշվի առնելով, որ օբյեկտիվորեն շատ բաներ միանշանակ չեն, հա, եւ սկզբնաղբյուրին էլ անդրադարձայցի, որոշում է կայացվել չստեղծել, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով հաճախակի կրկնվող բանը ստեղծել մշտական հանձնաժողով։ Ես ձեզ հայտնում եմ ինչ որ օրինակ այս դեպքը քննվելու է։ Չէ, ես չեմ կարծում, որ հետադարձ ուժով մենք պետք է դնենք ինչ որ բան քննի։ Պարոն Սիմոնյան, մի հարցը ոչ այդ զորակարգի հետ կապված։ Պարոն Սիմոնյանն որոշ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ընդդիմադիր որոշ ուժեր մարզերում, այնուհետև տեղափոխելու Երևան, որոշում են կայացրել բախումներ հրահրել, այնուհետև քաոս ստեղծել երկրում։ Կարող եք ասել մեկնարկը այսօր Դե ես ասացի, որտեվ հիմա շատ մարդ է եկել, շատ մեծ փյուրքահայ եղբայրներ, քույրեր են եկել Հայաստան եւ իրավիճակը արուն է բացվել, հայրտական թեժ ժամար ձմեռ հիմա ցուցադրվելու ամենայն հավանականությամբ չեմ բացառում, բայց կրկնում եմ, թող փորձեն եւ պատասխանը բնական է օրենքի շրջանակներում ստանալու են, ինչպես նաեւ քաղաքական մակարդակով շատ լավ պատասխան կստանան, իրանք դա գիտեն։ Ընդդիմադիրներն ասում են, որ Արմեն ուղղակի հարցին է վերաբերում, ասում են, որ նիստը դուք վարելիս արդեն սադրում եք իրենց, այսինքն դուք եք այդ բախումների գլխավոր դերակատարը, անգամ Ղալումյանը, որը առաջինը ձեռնամարտի պկնվեց, ասում են, չէ, Արեն Սիմոնյանն է, դուք որ ուզենամ սադրեմ, կսադրեմ, բայց չէ, դրա կարիքը չկա։ Դե գիտես ինչ, ես ասացի, սնան կա, ասելիք չկա, ինչ պետք է խոսա հանդիմությունը, ժողովուրդ, եկեք ծուռը նստենք, դուզը խոսենք, հա, ժողովրդական խոսքով ասած, հա։ Տեսեք, եկեք պատկերացնենք մի իրավիճակ, որ ճակերտավոր Արեն Սիմոնյանը չի սադրում, հա։ Ինչ հալնելու դահլիճում։ Ոչ մի բան։ Բովանդակություն չկա։ Քրիստինե Վարդանյանը Չէ, բովանդակություն չկա։ Տեսեք, Քրիստինե նախ ով ասաց, որ լավ ելույթ է, այդ որ դուք ձեր փուճուր շրջանակով եւ Քրիստինե Վարդանյանը իր փուճուր շրջանակով sense փուճուրիկ դրոշներով ասում են, այո, դուք շատ լավն եք, մենք էլ ունենք այնպես մարդիկ, ովքեր մեզ են սատարում։ Խնդիր չի։ Բոլոր իրանք բայց բացի այդ փուճուր փուչիկներից, հա, մոլորակներից, հա, գոյություն ունի օբյեկտիվ իրականություն։ Ինչն էր իր, ասենք, ես օրինակ այդ ելույթից շատ վրդովված եմ, որ ես չեմ սիրում, բոլոր նորմալ կարծում եմ հայերը նման բան չեն սիրում, երբ որ օրինակներ են բերում մարդկանց երեխաների զոհվելու, ընտանիքների անդամների, հայրերի, կամ որպես ես չեմ սիրում, ես չեմ ընդունում, քաղաքական գործիչ եթե ասելիք ունի, տեսել եք ես երբևիցե ինձ թույլ տամ ամենավատ վերաբերմունք ունեցող քաղաքական գործչի երեխայի մեռնելու մասին բան խոսում։ Տեսել եք ես տես բանից թույլ տամ։
որպեսզի իր խոսքը բան, ես ներողություն եմ խնդրում։